Սարհ Սիմոնյանը շուտ թիվ է հրապարակել։ Խնդրեմ այս մասով։ Ինքը թիվը հրապարակել էր 3833 եւ նախ եւ առաջ ուզում է լինի մի հոգի, ուզում է լինի 10 հոգի, ուզում է լինի 3833, 5000 թե 100000, փաստը որ նրանք մեկ հոգու թեկուզ զոհել են Արցախը հանձնելու համար, հա, արդեն իսկ այն է որ նրանք պետք է պատասխան տան թեկուզ այդ մեկ հոգու համար, բայց պատկերացնում եք 3833 հոգու։ Բայց մի կարևոր բան էլ ասեմ, հա, Գևորգ Էմինտերյանը ինձ հուշեց Օրագիր Նյուզի խմբագիր, որ ամենայն հավանականությամբ սրանք ուղղակի արցախցի զոհերին չեն հաշվում։ Որով 1700 ես նոր տվյալ ստացա, որ 1700 զոհել Արցախից ունենք, այսինքն եթե գումարում ենք իրար, բնականաբար 5000-ից ավելի է ստացվում։ Դրան գումարած դա միայն այդ զոհերը չէին, պետք է հաշվել նաև սեպտեմբերի 22 թվականի սեպտեմբերի 300-ից ավելի զոհերը, ինչպես նաև պետք է հիշել սեպտեմբերի 19-ին Արցախի վրա որ հարձակվեց ադրբեջանցիները եւ լուսավոր մարդիկ այդտեղ էլ զոհվեցին, 200-ից ավելի այդտեղ զոհ ունեցանք, Սև լճի ժամանակվա զոհերը։ Մի խոսքով այս բոլոր 7, նայեք, այստեղ մի հատ կարևոր բան կա, եթե նախկինում մենք ունեինք նույնիսկ ոչ մարտական պայմաններում զոհեր կամ ինչ-որ մարտական պայմաններում զոհեր, այդ զոհերը իրենք գիտեին, որ իրենք հայրենիքը պաշտպանելու համար են եւ նպատակը դա էր։ Այս պարագայում նրան խափելով տարել են, որպեսզի Արցախը հանձնելուն ծառայի նրանց այդ պատկերացրեք մարդը կռվում է զենքը ձեռքին, ինքը գիտի Շուշին է պահում։ Այնինչ իրան այնտեղ զոհում են, որ հետո ազգային ժողովում ասեն, ուզում եք ասել Շուշին հայկական քաղաք էր։